Ողջույն սիրելի բարեկամներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Գերագույն խորհրդի падգամավոր հասարակական քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի հետ։ Ողջույն պարոն Արշակյան, շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Շնորհակալություն։ Սարսափելի խցանումները, որ մեր քաղաքը այսպես տիրում են, խցանումները ճեղքելով եկել եք ստուդիա։ Շնորհակալություն։ Բարձունք, գրավեցինք բարձունքը։ Գրավեցինք բարձունքը։ Պարոն Արշակյան, ինչու է հանրությունը վերջին օրերին սկսել խոսել այն մասին, որ իշխանությունները կարծես թե հետնահանջ են կամ նկատվում է հետնահանջ իշխանությունների կողմից եվրոինտեգրման այդ իրենց որդեգրած ճանապարհից, ինչով է որդեգրած, դա էլ որպեսի տարբեր հնարավորություն չտամ տարբեր ձևերով պատասխանեք, օրենք է ընդունվել։ Դա նշանակում է եվրոինտեգրումը վերծված է որպես ուղենիշ, ճիշտ է։ Ինչու են խոսում հետնահանջի մասին եւ ինչու են սկսել հիշել 2013 թվականի սեպտեմբերի 3-ը։ Այս կոնտեքստում։ Տառապանքս փորձ ունի։ Փորձառու ենք մենք։ Ես ընդհանուր առմամբ կարող եմ ոչ միայն այս հարցում կան ուրիշ խնդիրներ էլ, մարտահրավերներ, որոնց վերաբերյալ ընդհանուր կարծիք կա, որ ներգրավվածության պակասը կա։ Այսինքն մենք չգիտենք իրականում ինչ է կատարվում, գուցե շատ աշխուժորեն, ակտիվորեն եւ արհեստավար ձևով այդ գործընթացը եվրոինտեգրումը գնում է, կարևոր աշխատանքներ են կատարվում, բայց դրանք ստվերում են հասարակությունից, չասեմ գաղտնի, հասարակությունն անտեղյակ է։ Այսօրվա իշխանությունը քաղաքացիական պայմանագիրը ասենք, որտեղ իշխանությունը հիմա բազմաճյուղ է, ուրեմն ասպարեզ է եկել, հարթակ է բարձրացել ներգրավվածության այ հեղափոխությունը, ինչ էր, բոլորս արեցինք դա, այ մեծ մասը ու խոստացավ, Նիկոլ Փաշինյանը խոստացավ, ասեց, ձեզ հետ միասին, բոլոր հարցերում խորհրդակցենք ու միասին կգնանք, հիմա այդ սպասելիքը չկա, տեղյակ չենք, օրինակ սննդամթերքի, տեսեք ամենատարրական բանը, որ ամեն օր մեզ հետ առնչվում է, սննդամթերքի որակը համապատասխանում է այսօր եվրոստանդարտին, այդ ուղղությամբ աշխատանք կատարվում է, թե չէ, հիմա տրակտորները, բուլդոզերները, էքսկավատորները Սևանի ավազանը մաքրում են ապօրինի շինարարությունից կամ չգիտեմ տիկին դատախազմեր բանով կախարդական փայտիկը ձեռքին կամ գավազանով մաքրում է, տեսնում ենք դա, դե կա, տեսնում ենք, իսկ օրինակ սննդամթերքը ինչ են մեզ տալիս, այն որ Ռուսաստանը մերժում է, Եվրոպան ընդհանրապես համարում է, որ տոքսիկ են մեր ձկները, մեր ծիրանը, մենք տարբեր տեսակի բիոստիմուլատորներ ենք օգտագործում, ինչեր ենք անում, բայց մենք օգտագործում ենք, չէ՞ հայրս, դա ինչի՞ չի քննարկվում, օրինակ, ես դրանք օրինակ եմ բերում։ Պարոն Արշակյան, արդյոք ցուցադրաբար չի մեզ հասկացվում եւ ամբողջ աշխարհին հասկացվում, որ սա քաղաքական ակցիա է, ոչ թե կապ ունի սննդամթերքի որակի հետ։ Չէ, իհարկե քաղաքական է։ Չեն ես թաքցնում, դա քաղաքական է։ Ես կասեի գաղութատիրական է։ Սա պատժիչ է։ Եվ ցուցադրական, ցուցադրաբար ցույց են տալիս։ Պորկա իրանց լեզվով չպոտահարում են մեզ, մտրակում են։ Այ Ռուսաստանը մտրակում է, բայց ես ասում եմ բաց թողնենք Ռուսաստանին, Փարավոնի հետ մենք գործ չունենք, մենք ինքներս դրանով զբաղվում ենք, թե չէ մեր երկրի իշխանությունները, այդ ճյուղերը իշխանության, ամեն մեկը այ եվրոինտեգրացիա, որ ասում ենք, մենք հասկանում ենք, որ տարբեր խճանկար, ասենք, որ նախքան տեսախցիկը միացրել, մենք խոսում ենք խճանկարի մասին, այդ խճանկարը իշխանական, խճանկարը չի երևում, որ ուրիշ օրինակ լեզվի մասին դուք այսքանի օրը որ ազգային ժողովի լեզուն գիտեք որն է ես այդ գրեհիկ բառը լատիներենի գրեհիկը կա գիտեք չէ վուլգար լատիներեն հիմա մեր պետական լեզուն այդտեղ օգտագործում է գրեհկորեն օրինակ լեզվի պաշտպանները օրենքով այդ կոմիտեն
Աշխատում է թե չէ։ Ասպարեզ կա, ձեր մոտ գալիս են նրանք, դուք հրավիրում եք, չէ, նա օրակարգում չկա, դրա մեջ չեք հրավիրի։ Բա գրեհ կա բանում են, չէ, չեմ ասում է հայհոյում են։ Այն բարբարախոսությունը, այդ փողոցային լեզվով խոսելը, տեսնում եք հրապարակում այդ իշխանության այն թևը, որը որ պետք է ապահովել լեզվի անվտանգությունը, չի զբաղվում։ Հիմա օրինակ շատ խոսում են Ծառուկյան Գագիկի ունեցվածքի մասին, այդ գինու գործարանի ես ճանապարհով այդտեղով գնում գալիս եմ, ոչ մի հայերեն բառ չկա։ Այդ գործարանի վրա մեծ գովազդներ են դրա, ոչ մի հայերեն բառ չկա։ Դա չգիտես որտեղ է։ Կիրիլիցայով, լատինիցայով, ինչ ասես կա, հայերեն չկա, իշխանություն ունենք չէ մենք, որը որ պետք է ապահովի եվրոինտեգրացիայի մասին ենք խոսում, հայացման, մեր երկիրը դեռ պետք է հայանա, չէ, մենք 1000 տարի թուրքացել, ռուսացել, պարսկացել ենք, պարսկացրել են ամեն ինչ, չէ, հիմա հայացման գործընթացն է գնում, հայացումը կա, թե չէ, ես ուզում եմ իմանալ, հիմա այդ ներգրավվածության խնդիրը կա, չկա, իսկ բանի վերաբերյալ նախդահանրային, տեսեք ամեն անգամ երբ որ ասում են իշխանությանը մեղադրում են բանի մեջ, անհավատարմության մեջ Եվրազիական միությանը, իշխանությանը չպետք է մեղադրեն, հասարակությանը, հայ ժողովրդին է հարկավոր մեղադրել, որ դուք մենք ենք օրակարգ բերել Եվրաքվեն, հասարակությունը, քաղաքական ուժեր եւ հասարակական ուժեր կային, ազատ քաղաքացիներ օրինակ, նրանք օրակարգ բերեցին, չէ, ու հիմա մենք հաշվետվություն ենք ուզում, այ հաշվետվություն չկա, ինչ փուլում է գտնվում այդ տեսեք ինչ նրբություն կա, նախատեսված 2 ամսվա փոխարեն հասարակությունը մի ամսում, 1 ամսում, այսինքն շատ արագ տեմպով կատարեց իր գործը, հիմա մենք իշխանությունից ասեց այո եվրոինտեգրմանը, հա? Այո, հիմա մենք իշխանությունից ասում ենք դուք էլ, մենք միասին ենք, չէ՞։ Բայց իշխանությունները, ինչու ես սկսեցի նախաբանս ինչպես էր, օրենք է ընդունել այն ազգային ժողովը, որտեղ էլի մեծամասնություն էր իշխանությունը, ուստի իշխանությունը եվրոինտեգրման ուղի է որդեգրել։ Այո։ Գոնե այդ շրջանակներում օրենք ընդունելով եւ այլն եւ խոսքերով։ Այժմ ինչու են հասարակությունը, ինչու է կասկածում այն մարդիկ, չեն վերցնում բոլորը, որոնք գուցե կային մարդիկ, որոնք չէին ուզում դեպի եվրոինտեգրում, բայց դուք նորից հիշեցրեցիք, որ 1 ամսում այո ասած մարդիկ համենայն դեպս։ Դրանք ասում են, հետնահանջ ենք մենք տեսնում, անհանգստացած են, եւ ինչու եմ նորից կրկնում, հիշում սեպտեմբերի 3-ը 2013 թվականի, երբ դեպի եվրոինտեգրում գնացող Հայաստանը մեկ գիշերում փոխեց իր որոշումը, հետնահանջ էլի նորից արձանագրելով, նա միացավ ԵԱՏՄ-ին։ Այսօր ինչու են նորից խոսում այդպիսի շրջադարձի մասին։ Տեղ կա խոսելու, թե անհիմն են այդ մտավախությունները։ Մտավախությունը տեղին է։ Փորձ ունենք։ Մենք դա արդեն տեսել ենք մի անգամ չի, մեր պատմության մեջ շատ է եղել, ասենք օրինակ 1920 թվականը Ռուսաստանը, Հայաստանը հռչակեց անկախ, ինքը հռչակեց, ճանաչեց, հեռացավ, հետո մի քանի ամիս հետո զորքեր մտցրեց, օկուպացրեց։ Ուզում եմ ասել, որ մտահոգվելու հիմքեր ունենք եւ ճիշտ է մտահոգ լինելը այդ հարցում։ Այսինքն Ռուսաստանի այդ փոխտանքը, այդ ցուցադրաբար այդ ակցիաները, դրանք ներգործեցին իշխանությունների կամքի վրա։ Իշխանությունների ոչ։ Կարծում եմ իշխանությունները հետևողականորեն գնում են ներգրավվածության այդ ծավալի մասին է խոսքը, թափի ընթացքի այդ երանդի մասին է խոսքը։ Դեռ վստահում եք, որ իշխանությունները գնում են դեպի եվրոինտեգրում։ Այո, նրանք ճար չունեն, այդ հոսանքը տանում է իշխանությանը։ Իշխանությունը
ինքը իրեն հավատարիմ է, ասում է, որ մենք հավատարիմ ենք Եվրազիական միությանը, հենց ասում է մենք հավատարիմ ենք Եվրազիական միությանը, դա նշանակում է մենք հավատարիմ ենք Հայաստանի Հանրապետության կողոպտությանը, որտեղ Եվրազիական միություն դա նշանակում է կողոպտել հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, կողոպուտ է այդ համակարգը, տնտեսական համակարգը, ենթադրում է, որ Հայաստանը պիտательная среда է, միտեղ ֆորպոստ է, անվտանգության գոտի, իսկ այստեղ պիտательная среда, այսինքն տանում են սնուցում է ինչ-որ կառույցի, բոլորին, ռուսական իմպերիային մենք մատակարարում ենք, երկար ժամանակ մատակարարել ենք մարդ, այն մարդ ենք տվել, զինվոր, գիտնական, երաժիշտ, նկարիչ, շինարար, այսինքն մենք շատ կարևոր դեր ենք կատարել 200 տարի Ռուսաստանի համար, տվել ենք, ուղղակի տարել է մեզանից, ես չասեմ, որ տարել է մեր աշխարհագրությունը, լեգիտիմության իրավունքն է տարել մեզանից, մենք իրավունք ենք տվել մեր վարքագծով, մենք իրավունք ենք տվել ռուսական իմպերիային ծավալապաշտություն կատարելու համար, հայ ժողովրդի ձգտումը պետականության, Ռուսաստանը դարձրել էր դրոշ, Армянская область, Армянское царство, Reconquista, ասում էր, որ ես կազատագրեմ Reconquista, այսինքն վերականգնեմ քրիստոնեական պետությունը որպես մրցակից, դու գիտեք, որ կարևորագույն 3 ուժեր Հռոմի Պապը Եվրոպայում, Ռեյխը, գերմանական սրբազան, հռոմեական կայսրությունը, կայսրը, այն ժամանակ Անգլիայի, Բրիտանիայի արքան, Ֆրանսիայի արքան ճանաչել են, փաստաթղթավորել են, որ հայ ժողովուրդը իրավունք ունի պետություն ունենալու ու այդ պետությունը կոչվում է Հայաստան, այդպիսի մագաղաթ ունենք մենք, Եվրոպայում պահված է, այդ բանը կա, եվրոպացիները գիտեն հայ ժողովուրդ, հայկական պետություն, հիմա Ռուսաստանը մրցակից որպես, մրցակից, իդեպ ասեմ, որ մի քանի 100 տարի է ռուսները Եվրոպայի դռները ծեծում են, ասում են ծախեք մեզ, վաճառեք իրավունքը հայկական պետության, տարօրինակ է, չէ, Աբամելիք Լազարևը Իտալիայում թագավորին ամեն անգամ ասում էր նավերով ոսկի կգա, Իտալիան ծախի իրավունքը հայկական պետության, Իտալիայի թագավորը առայսօր համարվում է հայկական պետության ղեկավարը, Հռոմի կայսրը, Հռոմի Պապը, Բրիտանիան եւ Ֆրանսիան էլ երաշխավորել են, հիմա Ռուսաստանը որպես մրցակից մտել է այդտեղ եւ փոխանակ վերականգնի, հզորացնի հայկական պետություն ձևավորի, ինքը Հայաստանը տանում է, կողոպտում է Հայաստանը, Եվրազիական միությունը, Եվրազիական միության տնտեսությունը պատվիրատու չի, մեզանից պատվիրում է պամիդորի մածուկ, լոլիկ, բանջարեղեն, մեզանից դա է, մեր հանքերն է տանում, չի պատվիրում քիմիական արդյունաբերություն, մեքենաշինություն, սարքաշինություն, բարձր տեխնոլոգիաներ չի պահանջում, ես որպես սովետական կամ հակասովետական ասեմ, ավտոդողերի գործարանը աշխատում էր Մոսկվիչ մեքենաների եւ գազ 53 գազ 53 Ես դա հիշում եմ, բայց պարոն Արշակյան, ձեզ հիմա կհակադարձեմ, կասեն դուք այսօր այդ ամենը չունեք, մենք չունենք, պատվերը չկա, դրա համար չունեք, թե խոճնդոտ էր եղել, որպեսզի դա զարգանա, դրա համար չունեք, ինչի համար չունեք, ասում եմ, պատվիրատուն քլորոպրենային կաուչուկի պատվիրատուն Ռուսաստանն էր, Ռուսաստանը չի պատվիրում քլորոպրենային կաուչուկ, չի պատվիրում ֆրեզերային հաստոցներ, նորից հարցնում եմ, ոնց պատվիրի, եթե դու դա չես արտադրում, պետք է պատվիրի, որ ես արտադրեմ, ձուկը, ոնց են ասում, հավը ձվից, լավ, թե ձուն հավից, հա, հիմա մենք այդտեղ եկենք, ես թշապարեմ, երեք, իմ կենսագրության մեջ կա, տերմիտեր նշեք, խնդրում եմ, ուրեմն ես ասում եմ, որ Եվրազիական միությունը դա նշանակում է տնտեսական դեգրադացիա եւ սնուցում մարդկանցով սնուցում եւ հումքահանքային, մենք այսինքն երկիրը ծախում ենք, հենց իսկական իմաստով, քարը
քարը քանդում ենք, մոլիբդեն ենք դարձնում, պղինձ ու վաճառում ենք։ Այսինքն առ այսօր այդ իրավիճակն է։ Հիմա ես ուզում եմ ասել, հենց որ մեր իշխանությունը ասում է, մենք Եվրազիական միության ասում է, ես համաձայն եմ որպես պիտательная սրեդա մնալու։ Պետ եվրո ինտեգրացիայի մասին է խոսքը։ Եվրոպացիները մեզ այլ բան են ասում։ Հիմա տեսնենք եվրոպացիները։ Այ հիմա երկրորդ հատվածը իմ հարցից լինելու է, իսկ եվրոպացիները այս ընթացքում նայում են, ինչ են մտածում, նայում են ինչ են անում, ինչ են առաջարկում, ինչ են, դուք ասում եք նա չի պատվիրում, ինչ են պատվիրում։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Համեցեք։ Տեսեք, երկրորդ մասին անցնենք։ Արդյոք հայ-ռուսական հարաբերությունները հայ ժողովրդի եւ ռուս ժողովրդի հարաբերություններն են։ Հա, իդեպ այդ Պուշկինը, Լերմոնտովը, Դաստոևսկին բան չեն գալի, ասում ես Եվրազիական միությունը այս ժողովրդին կործանում է։ Ուր են դրանք։ Այդ սանկցիաները, որ հայտարարում են, այդ Պուշկինի լեզվով են ասում։ Են մենք որ ասում են Պուշկինը, Չայկովսկին, բաբաս, բայց Չայկովսկին թող գասի, Գալուզին էդ ինչ ես ասում։ Ինչ ես խոսում։ Եսի կտրեք։ Ուրեմն ես հարց պետք է ունենամ, ինչին պետք է ասի։ Լավ, դա առանձին թեմա է։ Ուղղակի հիշեցի, թող հնչի։ Չէ, այսօրվա Թող գա Չայկովսկին Գալուզինի բերանը փակի։ Չկա էլի մեզ հայհոյել, ինչի Չայկովսկին չի փակում Գալուզինի բերանը։ Բայց Չայկովսկի ասում եւ ոչ այսօր այնտեղ բնակվող մարդիկ, որոնք հայերի հետ եւ աշխատում են եւ լավ հարաբերություններ ունեն։ Դա ուրիշ հարց է։ Ես դրական Ռուսաստանի մասին։ Դրական Ռուսաստան չկա այսօր, այսինքն։ Դե ուրեմն Եթե չկա, կա, ուրեմն մենք գործում։ ապա դուք Չայկովսկու դարաշրջանն եք միայն այնտեղ եք տեսնում։ Ես կրթվել դաստիարակվել եմ դրանցով, պատկերացնում եք ինչ։ Լավ, հետ եկանք Եվրոմիություն։ Հիմա գալիս եմ, հիմա Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները միակողմանի հարաբերություններ չեն, բազմակողմանի է։ Ռուսաստանը ոչ միայն մեր հետ գործ ունի, նա գործ ունի նաև հավաքական արևմուտքի հետ։ Արևմուտքը հավատարիմ է ավելի ինքը իրեն, այսինքն հայկական պետությունը գոյություն ունի արևմուտքի շնորհիվ։ Ռուսաստանը հաճույքով կվաճառի, էժանով կտա, ոնց որ տվեց, օրինակ Նագորնի Կարաբախը, Նախիջևանը, Ղարսը տվեց, էժանի միջայլոց տվեց։ Արևմուտքն է պահանջում, ասում, եթե դու չես, մենք կգանք, մենք գալիս ենք, մենք պահանջում ենք։ Հիմա նա գործ ունի նաև արևմուտքի հետ Ռուսաստանը։ Այդ հայտարարությունները, տնտեսական սանկցիաները միայն մեր մասին չեն, դա նաև արևմուտքի հետ կռիվն է։ Ես նույնիսկ ասեի մի փոքր տարօրինակ ձևով, պատերազմը Ուկրաինայից տեղափոխվում է Հայաստան։ Օրինակ տնտեսական պատերազմ։ Պատկերացնում եք, այսինքն Ուկրաինան հարթակ է, որտեղ բախվել են արևմուտքը եւ ոսկեհորդան, Մոսկովինան, ոնց է դրանց անունը, RF-ը բախվում են։ Գրիվը իրենք հայտարարում են, օրինակ RF-ը եւ այդ բարի ցանկացողները, ցանկացողների միություն էլ կա, չէ, աջակիցների Ուկրաինարանք ասում են, որ մենք կռվում ենք, մեր շահերն են, մեր շահերը բախվել են Ուկրաինայում, հիմա այդ շահերը բախվում են Հայաստանում, մեզանից անկախ, մենք չենք հրավիրում, մեր տարածքը չենք դարձնում պատերազմի թատերաբեր։ Փաշինյանի գործողությունները կամ գործողությունները զգուշավոր որակվում, հա, կարծում եք այդպես։ Ես Փաշինյանից շատ բանով եմ տարբերվում, ասենք շուտ եմ ծնվել եւ այլն։ Հա, իր ծննդյան օրը ես երկրորդ անգամ արդեն դատված գնացել եմ Դուբրավլակ ծառ կտրելու։ Ուրեմն հանուն հայրենիքի։ Ուրեմն մենք ինչով ենք, ես անպատասխանատու եմ որպես քաղաքական գործիչ։ Նիկոլ Փաշինյանը պատասխանատու քաղաքական գործիչ է։ Այսինքն այս հայտարարությունը Չայկովսկու Պուշկինի մասին, որ ես եմ անում, Նիկոլ Փաշինյանը չի կարող անել։ Դա միջպետական հարաբերությունների վրա կազդի։ Իմ հայտարարությունը միայն Նիկոլ Փաշինյանի վրա պետք է ազդի։ Ինքը պետք է իմանա, որ այսպիսի կարծիք կա։ Հետո չասի չեմ իմացել։ Այ ես դա եմ ասում հանդարտ ամեն անգամ, երկա բացակայի խնդիր է առաջանում, ես ասում եմ, ես ներկա եմ, չասեն ոչ ոք չի եղել, ոչ ոք չի ասել, որ Եվրազիական միությունը դա գաղութատիրական է, Հայաստանին կեղեքող,
հյուծող, ընկճող, թալանող, խժռող համակարգ է տնտեսական, այդտեղից հարկավոր է դուրս գալ։ Երբ որ մենք ասում ենք դուրս չեն գալիս, դա նշանակում է, որ մենք կեղծում ենք, մենք ինչ-որ բան թաքցնում ենք։ Ուրեմն ես կարծում եմ, որ ինտեգրացիան խիստ անհրաժեշտ է հայապահպանության համար, հայկական պետությունը մի գործառույթ ունի, ուրիշների համար ինձ հետաքրքիր չի, նրանց ֆորպոստ ունենալու խնդիրը, հայապահպանությունը որպես արժեքային տիեզերական համակարգ, հայոց լեզուն, մշակույթը, կոմիտասը, այ կոմիտաս պահպանելու համար տարածք է պետք, աշխարհը դա գիտակցում է, այս տարածքը կոմիտասի համար, այ կոմիտասի պետությունն է, կոմիտասը մեր մշակույթը ես նկատում, մեր մշակույթը, Խաչքարի ապահով տարածք է պետք, որ Խաչքարը մնա, որ մենք մնանք, այ որ մենք որ մնանք, որ հավատարիմ ենք Խաչքարին, կոմիտասին, Մեսրոպ Մաշտոցին, Գրիգոր Նարեկացուն, չէ, մենք հավատարիմ ենք։ Մենք այդ տարածք է պետք անվտանգ։ Հիմա այդ անվտանգ տարածքը Եվրազիական միությունը վտանգավոր է դարձնում, որտեղ ինքը վտանգավոր է, տոքսիկ է, թունավոր է։ Եվրոմիությունը իր արժեքային համակարգով, որը մեր արժեքային համակարգն է։ Մենք Եվրոմիությունից ենք։ Այնտեղ ավելի ապահով կլինի հայապահպանության համար եվրոպական համակարգը, ռազմական անվտանգության համակարգը, տնտեսական, առողջապահական, մշակութային համակարգը մեզ համար ավելի հարազատ է, ավելի Պարոն Աշակյան, այո, ուրեմն ստացվում է, որ դուք ասում եք ոչ թե հետնահանջ է, այլ զգուշավորություն է իրալ դեպքում, սրա հետ գործ ունենք։ Այո։ Լավ։ Հիմա հաջորդը, դուք ասում եք Եվրասիականը, ԵԱՏՄ-ն դա կլանող է, Եվրամիությունը դոնոր է, տվող, կառուցող եւ քեզ քո զարգացումը շահերի համընկում կա, այստեղ շահերը համընկնում են, որ Հայաստանը գնա դեպի զարգացում, Եվրամիության հետ շահերը դա են թելադրում, Ռուսաստանի շահերը թելադրում են, որ Հայաստանը գնա դեպի թուլացում, չզարգանա։ Սա վրա համաձայն եք, այո, այս ձևակերպը։ Հիմա Փաշինյանը ասում է, հա, գուցե եւ շատ լավ է դա, որ Եվրոպան այդպիսի առաջադեմ է, բայց մենք դեռ այդ դուրը չենք կարողանում, դեռ չենք բացել այդ դուրը, բացված չի այդ դուրը։ Հիմա հարց բացված չէ, որովհետև Եվրոմիությունը չի բացել, բացված չէ, որովհետև դու չես թակել, ասում ես դեռ հայտ չեմ ներկայացրել, մինչև հայտ չեմ ներկայացրել, ինչ բան, ռեֆերենդում, ինչ ուրեմն հանրակրվե եւ այլն։ Հիմա Փաշինյանը ասում է լավ, այդ Եվրամիությունը լավ բան է գուցե եւ, բայց այդտեղ մենք մուտք չունենք։ Հիմա ԵԱՏՄ-ն էլ Ռուսաստանն էլ ասում է ստեղծել դուրս արի, ստեղից դուրս արի, այնտեղ մուտք չկա։ Ինչպես պետք է Հայաստանը իրեն դիրքավորի, եթե առավել եւս, եթե դեկտեմբերին պահանջում են, որ մենք հանրակրվե անցկացնենք, եւ եթե ուժեղ Հայաստանը ազգային ժողովում կառավարելու է եվրաինտեգրման մշտական հանձնաժողովը։ Ես չարաշահելով կամ շահարկելով 1990 թվականին ազգային ժողով չկար, այն ժամանակ Գերագույն Սովետ Գերագույն խորհուրդը բոլորը բացառությամբ մի քանի հոգի ձեռքի վրա կարելի է հաշվել։ Անկախական էին բոլորը ամբողջ ցանկը ցուցակը կազմվել էր վերնապոդնիներով։ Այդ վերնապոդնիները մի մարդու պես դարձան այև անկախական պետականաշինություն, ես ազգանունները չտամ, որովե մեկին կարող է բաց թողնեմ, բայց ասենք պատկերացրեք, որ ՑԿ-ի Կենտկոմի անդամները բարձր պաշտոններ էին զբաղեցնում Հայաստանի, անկախ Հայաստանում արդեն, հռչակված անկախ Հայաստանում։ Նրանք անցան պետականաշինությանը, այսինքն ես օրինակ հիմա որ փոխ նախագահ ընտրվեց ազգային ժողովի Վարդևանյանը, ես ասում եմ, որ թող աշխատի, թողեք մարդը աշխատի, շատ հնարավոր է, որ նրանք լավվել նվիրվեն ու
ծառայեն հայրենիքին, բայց դեկտեմբերից առաջ կա հոկտեմբերը, դա հետաքրքիր է, Ռուսաստանի պատմությունը սկսվում է հոկտեմբերից, բոլոր հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանում կարևոր փոփոխություն է տեղի ունենում, նույնիսկ մի երգ կար, չստուշկա, իրենց բանով, վակտիբրե, Խրուշչովին հոկտեմբերին, Նիկոլային հոկտեմբերին, բոլորին հոկտեմբեր, իշխանափոխությունները, կարևոր իրադարձությունները հոկտեմբեր ամսին են, հոկտեմբերյան հեղափոխությունը, նոյեմբերյան, մի խոսքով հոկտեմբերին, մենք համբեր ենք տեսնենք հոկտեմբերին, ինչ է լինելու Ռուսաստանում, գուցե Ռուսաստանը այլ ծրագիր կազմի մինչև դեկտեմբերը, բայց դա մեր օգտին է, ես հիմա պետք է ասեմ շնորհակալություն այդ հայտարարության հեղինակներին, վերջնագիր ներկայացնելու, ու արդեն քաղաքացիական պայմանագիրը պատասխանել է ոչ Նիկոլ Փաշինյանի պերսոնով, պատասխանել է, ասել է ոնց մտել ենք, այդպես էլ դուրս կգանք, 100 հոգով մտել ենք, 100-ով էլ ռեֆերենդում կանենք, ես շատ եմ դա ասել, ասեք հաճելի է, որ ուրիշներն էլ դա գիտեն, այսինքն ոնց ենք մենք մտել Եվրազիական միություն, այդպես էլ դուրս կգանք, այսինքն 100 հոգի կքվեարկի, ու ես ասում եմ 130 հոգի կքվեարկի, Հայաստան խումբը, այդ Նագորնո Ղարաբաղցու Ալիևի խումբը եւ Տաշիրի խումբը դրանք կքվեարկեն Հայաստանի դուրս բերման օգտին դուրս կհանեն, որովհետեւ մեզ վռնդում են մինչեւ դեկտեմբեր ասում են կողմնորոշվեք, թե չէ դռները փակվում են։ Դռները դերի закрываются։ Դեկտեմբերին մենք ինչ անենք, չանենք, նրանք արդեն մեզ դուրս են թողնելու։ Դրա Նիկոլ Փաշինյանը ասում է մեկը հասնենք Կայարան, հասան Կայարան դռները փակվելու են։ Բա ինչ ենք մենք չարչարվում, ստեղ ջանքեր թափում եւ այլն։ Ես ճիշտ ասած համաձայն չեմ այդ մոտեցման հետ։ Ես ասում եմ սահմանադրությունը դրեք քննարկեք։ Ընտրությունների մասին օրենքը, տեսեք ինչ խայտարակություն է, հայրեր ու որդիներ։ Այդ Ալիևի կուլտուրան, Ալիևի Հեյդար Ալիևից Իլխամ Ալիևին, հիմա Քոչարյան Ռոբերտից Քոչարյան Լովիկին, հա, են Կարապետյանից մյուս Կարապետյանին իշխանությունը հանձնում են, ուրեմն կենտրոնական ընտրական հանձնաժողովը ցրեք, դարձրեք ֆեոդալական պետություն, հայրեր որդիներ, մենք սրանով կզբաղվենք, իրանք էլ իշխանություն կունենան, պատգամավոր կլինեն, նախարար կլինեն, վարչապետ կլինեն, իրենց գործը դա է, չէ, մեկի գործը երկելն է, մյուրիշինը շինարարությունն է, ժառանգական կգնա, ընտրությունների մասին օրենքը խայտարակություն է, չպետք է Կարեն Կարապետյանը իր որդուն ուղարկեր, Նարեկ Կարապետյանը չպետք է հայտնվեր ազգային ժողովում, օրենքը պետք է արգելեր, ժառանգական չի, կենսագրություն չունեցող մարդը Ռոբերտ Քոչարյանի տղան կենսագրություն չունի քաղաքական, նա չի կարող քաղաքականությունով զբաղվել, լեզու չիմացող մարդը, հիմա գիտեք, ես վերջերս պարզեցի, որ մենք կամ քննություն պետք է տանք լեզվի, ազգային ժողովի պատգամավորի տեխնացու լինելու համար, կամ պետք է մայրենի լեզվի, այո, հայոց լեզվի, այո, նրանց մայրենիները մենք չգիտենք ինչ են, հայոց լեզվի, ես հիմա դրա մեր խոսակցությունը այդտեղ լսում եմ, սրանք թուղթ բերել են, որ լեզվին, ուրեմն դա էլ է կեղծ, դրանք լեզվին չեն տիրապետում, հայոց լեզվին, ուրեմն ընտրությունների մասին օրենքը փոխեք, մաժորիտարը հետ բերեք, ցենզ դրեք, չի կարելի, կենսագրություն չունեցող, քաղաքական կենսագրություն, դուրս պրծուկը չի կարող հորից իշխանություն ստանալ, ու այդ Նիկոլ Փաշինյանը, որ մեզ պահել է Եվրազիական միության օրակարգում, ասում եմ, որ դեռ թողեք, մեկին նշանակեք, թող զբաղվի դրանով, որևէ դուրս պրծուկի ձեր շարքերից, դրեք թող զբաղվի Եվրազիական միությունով, դա անհեռանկար է, անհետևանք գործ է, ռուսներին վտարում են Հայաստանից, ինչ պատճառով, ռուսները կործանեցին հայկականությունը, ոչնչացրեցին, գենոցիդի ենթարկեցին թուրքերի հետ միասին, այսինքն պահապանը գող դուրս եկավ, պահակը գող է,
Այսինքն Ռուսաստան որ պետք է պահպաներ հայկականությունը տարածաշրջանում պետք է լի հասկանալի չէ ինչու պետք է թե դուք եք Չէ, ինքը հանձներ առել Վիեննայի կոնգրեսում եթե դուք ձեր Բերլինի կոնգրեսում դա չի նշանակում նա պետք է Տիկին Գայանի թե փաստաթղթերով է փաստաթղթավորված է ես մեր բանում շիննի զավոդի Աստանովկում չեմ խոսում դեցի կրուտ չեմ ասում տեսակ նույն բան մեղմացրեցի նույն ձևով քողարկեցի այդ հայերեն լեզվի քննությունը ոնց որ թե լավ չհանձնեցի մեջբերումներ են շակերտների մեջ այո մեջբերում այդպես են նրանք խոսում ես ասում եմ որ կա Բերլինի կոնգրեսը Բերլինում Ռուսաստանը հանձն առավ մերժեց Եվրոմիության այն ժամանակվա հավաքական Եվրոպան օրակարգ մտցրեց Բերլինում Օրակարգ մտցրեց Թուրքիան համաձայն էր փոքր հայկական պետություն, ասենք մի 60-70-100 հազար քառակուսի կիլոմետր, պատկերացնում եք, հայկական պետություն համաձայն էր Թուրքիան, որ այստեղ լինի, իր թիկունքը ապահով լինի, ռուս ու պարսիկ չլինի իր թիկունքում, համաձայն էր։ Ռուսաստանը ասաց ոչ, մենք կապահովենք հայ ժողովրդի կենսունակությունը եւ մենք կհետևենք, որ Թուրքիայում էլ հայերը լավ ապրեն։ Հանեց օրակարգից հայկական պետության գաղափարը, գնաց Գարչակով։ Դրանց հերոսներից մեկն է քաղաքական։ Մեր Լավրովը, ճակերտների մեջ մեր Լավրովը հպարտանում է Գարչակովի աշակերտն է ինքը, իսկ նա ասաց, որ չպետք է լինի հայկական պետություն։ Տեսնում եք, ես որ ասում թղթի, ես կարդացել եմ ամենայն դեպս, մեր դասագրքերում դա գրված է։ Շնորհակալ եմ, գովազդ ենք հատանում եթերում, որից հետո նորից ես այդ նույն հարցին եմ անդրադառնում։ Իսկ Եվրոպան ինչ է առաջարկում Հայաստանին եւ ինչու է Հայաստանը ասում, դեռ մենք չենք կարող հանրակրվե անցկացնել, որովհետեւ այդ հարցը դեռ չկա։ Այդ ինչ հարց չկա։ Ինչը մենք չենք հասկանում։ Գովազդից հետո։ Գովազդի սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։
Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Ազատ Արշակյանի հետ։ Եվ այսպես, պարոն Արշակյան, դուք ձեր խոսքից ստացվեց, որ Եվրոպան շահագրգռված է, որպեսզի Հայաստանը լինի ուժեղ եւ համագործակցություն Եվրոպա կամ Արևմուտքը շահագրգռված է Հայաստանի դրական զարգացմամբ, եւ մենք հիշում ենք Սենց 100 տարի առաջ եւս այդպիսի փորձ արվել էր, Հայաստանը դարձել էր Անտանտայի անդամ, մենք հիշում ենք այդ իրադարձությունները եւ այնտեղ անտանտա-բոլշևիկներ հարաբերությունների այսպես արանքում հայտնվեց Հայաստանը եւ հայտնի ինչով վերջացավ Հայաստանը խորհրդային պետություն դարձավ եւ գնաց բոլշևիկները տարան Հայաստան, այսպես ասած, կարմիր բանակը նվաճեց։ Այժմ ինչ իրավիճակ է, այժմ ինչպես է գործում Արևմուտքը, այժմ ինչ սխալ կարող է տեղի ունենալ եւ ինչ սխալից պետք է խուսափել։ Նույն սխալը չկրկնել կամ այն սխալը, որ թույլ տվեցինք մենք 1920 թվականին, հիաչ պետք է կրկնենք 1920 թվականին, մենք լքեցինք մեր դաշնակիցներին, Անտանտային մենք լքեցինք մեր Ստեփան Շահումյանը, մեր Անաստաս Միկոյանը, մեր Ալեքսանդր Մյասնիկովը, մեր Գայնու Խախանյանները, զորքերը, դրանք բոլորը լքեցին Անտանտային, լքեցին հայկականությունը, հայ ժողովրդին լքեցին, ապստամբեցին Անտանտայի դեմ, անցան բոլշևիկների կողմը, այսինքն մենք անցանք մեր թշնամու կողմը ու ոչնչացրեցինք հայկական պետությունը, Անտանտային վտարեցինք մենք Հայաստանից Մայիսյան ապստամբությունը, ես դպրոցական էի Տիկինգանը, քաղաքացիական պատերազմի հերոսները տոնորերին գալիս էին դպրոց եւ մեզ պատմում են, թե ոնց են գնդակահարել նացիոնալիստներին բուրժուական Հայաստանի զինվորականներին, պատկերացնում եք, մենք էլ ուրախանում էինք, երեխաներ էինք, գալիս էինք տուն, ասում ենք, պապի դու որ կողմում ես եղել, դու էլ ես գնդակահարել նացիոնալիստներին, գալիս էին երեխաներին պիոներական այդ փողկապան էին կապում, այդ իմ նմանները զառամյալ են ձեռքերը դողալով կապեն, ասում են, ես Մայիսյան ապստամբության մասնակից եմ, ապստամբեցինք հայկական պետության դեմ, հրավիրեցինք կարմիր բանակը եկավ ազատագրեց Հայաստանը։ Այ հիմա մենք ում կողմը պետք է անցնենք, մենք Եվրոպային ենք աջակցելու, Եվրոպան էլ ունի մերձավոր արևելք, մերձավոր դաշնակիցներ, մերձավոր արտասահման, բլիժնե զարուբեժյա։ Հիմա մենք ում կողմից ենք լինելու, հիմա մենք էլ ենք, ես ուզում եմ ասել, որ մեր ձեր հրավերը, որ ես ընդունել եմ, ասացիք չէ դժվար, 2 ժամ ճանապարհ եմ կտրել։ Այո, որի համար շատ շնորհակալ եմ։ Սարսափելի է, մենք էլ շատ դժվար եկանք։ Ասում ես Աշնանն Լավինյանի էծա, 2 ժամում հասել եմ այստեղ։ Ուրեմն ես եկել եմ, հենց դա եմ անում, ասում եմ, չանցնեք թշնամու կողմը, այ մեր ունկնդիրներին մենք հավատարիմ ենք մեր հայրենիքին։ Բայց հիմա եւս ինչպես եւ այդ ժամանակ, որի մասին խոսում եք, խոսվում է իրար հետ, որ մարդիկ խոսում են, ասում են, սա ներքին թշնամի է։ Մյուսը նրան է ասում, ինքը ներքին թշնամի է, այսինքն հիմա արդեն նորից այդ նույն խոսույթն է, ինչը եղել է 100 եւ ավելին տարին առաջ։ Ներքին թշնամիների դեմ պատերազմ է գնում արդեն, ոչ թե պայքար, ոչ թե լեզվակռիվ, այլ եթե թշնամի ես հռչակում, ուրեմն պետք է ոչնչացնես։
պետք է ոչնչացնես։ Ես միշտ դա Ինչի եմ հետ ասել։ գործ ունենք այսօր Մենք- եւ հիշենք իմ հարցը Եվրոպան ինչ է անում Հա, ես ասացի, մենք Եվրոպան անում է այն, ինչ որ ինքը կարող է, ուզում է, բայց մենք ընդառաջ գնում ենք Եվրոպային, թե չէ։ Այն ժամանակ մեր սխալի մասին դուք խոսեցիք Եվրոպան չի սխալվել Չէ, տեսեք, իհարկե սխալվել է, բայց որ սխալված չլիներ այս կարգավիճակը կունենայինք մենք, որպես եվրոպացի, որպես Անտանտայի դաշնակից, որպես քրիստոնյա, մենք այս կարգավիճակը չէինք ունենա, օրակարգն էլ ուրիշ, ուրեմն Եվրոպան էլ սխալվեց։ Նա պետք է իր ծրագիրը իրականացներ, իր պարտավորությունները, այդ պարտավորություններից շեղվեց։ Ես ասում եմ դեռևս իմպերատոր Հենրիխ 6-ը, Հռոմի պապը, նրանք բոլորը ճանաչել են հայկական դաշնակից հայկական պետություն, ոչ թե պրովինցիա։ Շատ կարևոր է։ հավասար Պրովինցիա չի հայտարարվել Եվրոպայի կողմից, Հայաստանը երբեք գավառ գուբերնիա չի, այլ պետություն է հայտարարվել, ի տարբերություն Ռուսաստանի։ Ռուսաստանը գավառ է հայտարարում, օբլաստ։ Ուրեմն իհարկե սխալվեց Եվրոպան, պետք է հետևողական լիներ, բայց մեր գործը որն է Եվրոպայի հենց խրախուսել դա, որ հավատարիմ լինի ինքը իրեն։ Մենք դա պետք է անենք, ոչ թե անցնենք հակառակորդի կողմը, իսկ հակառակորդի հետ հարկավոր է կռվել, ոնց որ կռվում են հակառակորդի հետ, ինքնապաշտպանություն։ Այ հիմա մեր մոտ կան լպրծուն են ասում դրանց, պլստում են։ Եվ նա կոմպլիմենտարը բալանսիրովաբան։ Հակառակորդին կանչել են, ասում է, անցել է, զգում եմ, որ մենք գնացել ենք կռիվ, ինքը հակառակորդի կողմից է, թիկունքից ինձ խփում է։ Դա ասում է, ես մարդասեր եմ, ասում եմ, մարդասերս ինձ էլ սիրի, քեզ էլ քո զավակներին սիրի։ Ես կարծում եմ, որ եթե մենք կռիվ ենք հայտարարել, մենք օրենք ընդունեցինք Եվրոմիության մասին, ուրեմն հարկավոր է կռվել դրա համար, դրա հակառակորդների հետ հարկավոր է կռվել։ Ես ասում ու չեմ հոգնում, բայց ձանձրալի է դա։ Հեղափոխությունը պետք է ոչնչացնի հակահեղափոխականներին։ Դա լուրջ կռիվ է։ Պարտվելով մենք կորցնում ենք հայրենիքը։ Մենք միայն մենք չենք հեռանում ասպարեզից, մենք հայրենիք ենք կորցնում։ Մեծ ռոպ մաշտոց ենք կորցնում։ Մենք դա ենք կորցնում, ես դրա համար ասում եմ, կռվելուց հարկավոր է հաղթել։ Մի անցեք նրանց կողմը, այ մեր մոտ հիմա տարածված է, ասում եմ, տեսնենք ով է հաղթում, նրա կողմը անցնենք, մի զգալի մասը, հաղթողի կողմը անցնենք, տեսնենք ով է հաղթում, սպասում են, ես ասում եմ ներկա բացակա է ամեն օր, ամեն գործում ներկա բացակա ես թե ներկա ես, ուրեմն հարկավոր է կռվել, Եվրոպան ձեռքը մեկնել է մեզ, մենք պետք է ձեռքը ամուր բռնենք ու գնանք առաջ։ Շնորհակալ եմ հեռախոսազանգ ընդունենք այո բարև ձեզ լսում ենք ձեզ Ալո բարև ձեզ Ուզում եի պարոն Արշակյանին մի հատ հարց տայի եւ ընտրում եմ որ թողեք ես մոտածն ասեմ Հարցը տվեք Ես որպես հայացին եւ հայրենասեր մեծ մարդ ուշով հետևում եմ եւ շնորհակալ եմ որ դուք կարողանում եք այդ տարիքի համեմատ պայքարել շատ շնորհակալ եմ բայց մի հարց ունեմ համեցեք արդյոք դες կհաջողվի որ այդ մեր հակառակորդներին որ անհայրենիք են դրանց մաքրել ու միջև վերջ մաքրել շնորհակալություն ուրիշ հարց չունեմ Շնորհակալ եմ կարծիքի համար շնորհակալ եմ պարտավորեցնող է ես ասեմ դա ես ինձ լավ եմ զգում շնորհակալություն ես կռվելու եմ ու ես մենակ չեմ մենք կռվելու ենք ու հաղթելու ենք այսինքն մաքրելու ենք Հայաստանը դարձնելու ենք հայկական պետություն, հայ ժողովրդի հայապահպանության ապահով երկիր։ Այդ է իմ խնդիրը։ Պետք է հաղթենք։
Կարվելու է։ Ամբողջ խնդրումը գիտեք ինչումն է, սիրելի հեռուստադիտող, ձեզ էլ եմ դիմում, որովհետև այդ նույն հարցն է։ Երկու կողմն էլ ասում են պետք է մաքրենք հայրենիքը, որպեսզի Հայաստանը լինի Հայաստան։ Երկուսն էլ, երկու թևերն էլ, երկու թև կա։ Ոչ, թև կա, 10 թև չի։ Երկու թև կա, որոնք իրար թե ավելի շատ թև կան, բայց բոլորը ասում են հանուն Հայաստանի Հանրապետության, մենք պետք է մաքրենք Հայաստանի Հանրապետությունը այս թշնամուց։ Մյուսն էլ, այս էլ, այս մեկին է ասում, սա թշնամի է, պետք է մաքրենք։ Ծրագիր ունեն երկու կողմերը։ Այսինքն այստեղ ինքնավոչնչացման անում հայ ազգը եւ ով է շատ։ Ծրագիր կա, պետականություն եւ գուբերնիա։ Ямо, դուք պետք է հիշեք, մենք դա անցել ենք, ямо, язык межнационального общения։ Հայկական դպրոցները փակվել են, պետությունը փակել է հայկական դպրոցները, բացել է ямոյի դպրոցներ, ռուսաց լեզվի դպրոցներ։ Ես ասացի, չէ, օրենքը հիմա, օրենք կա հայոց լեզվի մասին, գովազդները հայերեն չեն։ Այդ դրա մասին է, մենք դրա մասին է խոսքը, պետականություն, թե ալմյաշկա, հայ թե ալմյաշկա։ Այ ես ասում եմ, ալմյաշկաները, այո, պայքարում են, ուզում են, որ իրենք լինեն, ասենք Լավրովը եւ Մարգարիտան Սիմոնյան հայերեն չգիտեն, բայց իրենք հայ են, ասում են, մենք պետք է մաքրենք Հայաստանը Ազատ Արշակյանից։ Հիմա պետք է ընտրենք մենք, մաքրում ենք Հայաստանը Ազատ Արշակյանից, թե Մարգարիտա Սիմոնյանից, ով է հաղթելու։ Շնորհակալ եմ հեռախոսազանգ, այո, բարև ձեզ։ Ալո, չի լսվում, հա երևի։ Հովարաջև անջատվեց։ Հովարաջ։ Կա ծրագիր հայկական պետությունը, ես ասում եմ հայապահպանության օջախ է եւ հայկական չպետությունը։ Այ մարդիկ ուզում են, որ Հայաստանը չլինի որպես պետություն, հովանավորյալ լինի, կախվում են ուրիշի փեշերից։ Դե Ռուսաստանը ասում է ձեզ հիմա Եվրոպան խաբելու է, դուք հիմա իրան պետք եք ոչ թե որպես Հայաստանի Հանրապետություն, այլ դուք իրեն պետք եք որպես Ռուսաստանի, որպես գործիք Ռուսաստանի դեմ, այդպես են ձեզ օգտագործում, այդպես է ձեզ օգտագործում Արևմուտքը եւ դա ինքնանույնացումն է, իրենք մեզ օգտագործում են, կարծում են ուրիշն էլ է օգտագործում։ Այդ դա մտածելակերպ է։ Ռուսաստանի մտածելակերպն է Հայաստանը օգտագործենք, հիմա մենք ենք օգտագործում, թե ուրիշն է օգտագործում, այ որպես օգտագործվող են իրենք մեզ գնահատում, ես դրան եմ դեմ, ես ասում եմ մենք օգտագործվող չենք, գնացեք դուք ձեզ օգտագործեք, մեզանից ձեր քաշեք, մեր հայրենիքը մենք օգտագործվող չենք, մենք մեր շահեր ունենք, մեր երկիր ունենք, մեր ծրագրեր ունենք, մեր ինքնությունը ունենք եւ այլն, այ նա օգտագործող է։ Այ հիմա մի քիչ առաջ դուք որ հարցրեցիք երկու ուժեր պայքարում են, օգտագործվողների շահերը չեն համընկնում մեր հայրենիքի շահերի հետ։ Նրանք ուզում են օգտագործվել, դրանք օգտագործվողներ են։ Ես ուրիշ անուններ եմ տալիս դրանց։ Շահերի պաշտպաններ, բան։ Մենք պարոն Ազատ Արշակյանի հետ եւ մենք ունենք հեռախոսազանգ, որ ես հիմա կընդունեմ, ես ձեզ սիրելի ABC TV հեռուստադիտողներ, պարզապես ասեմ, որ մի քանի րոպե է մնացել մինչեւ եթերաժամը ավարտվի, մենք շարունակելու ենք հարցազրույց պարոն Արշակյանի հետ, ձեզ հորդորում եմ պարզապես տեղափոխվել մեր այլ հարթակներով դիտելու, որպեսզի դիտեք այլ հարթակներով, քանի որ ուղիղ է հեռարձակվում մեր հարցազրույցը, ես ձեզ այժմ հրաժեշտ եմ տալիս, բայց հաղորդումը կանջատվի, երբ որ 0 վայրկյան մնա։ Եվ այժմ, պարոն Արշակյան, մենք ունենք հեռախոսազանգ, ինչպես ասացի, լսում ենք ձեզ։ Այո, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ, Տիկին Արաքելյան, իդեպ նախորդ հեռախոսազանգողը ես էի պարզապես միկրոֆոնը անջատել էի, որ շարժականքի խորհուրդ կտամ ընդհանրապես մի քանի վայրկյան ավել բանանեք, որտեղ մի վայրկյանից սպասեիք արդեն զանգը կընդունվեր, բայց ինչևէ, որքան հասկանում եմ, պարոն Արշակյանը կարող է շարունակել պատասխանել YouTube-յան հարթակում։ Այո, ճիշտ է, ժամանակ։ Այո, շարունակում ենք, ունենք ժամանակ։ Շատ բարձ։ Բարև ձեզ, պարոն Արշակյան, ողջունում ձեզ հերթական անգամ հեռավոր գրընթերից, միշտ հաճելի է ձեզ տեսնել։ Պարոն Արշակյան, իմ հարցը կապված է եւ կապված է ինչ է անում Եվրոպան, եւ իդեպ Տիկին Արաքելյանը ասեց
մեկը մյուսին ուզում է ոչնչացնել, մենք բոլորս հասկանում ենք դրա համար կարևոր է մեդիայի, այդ թվում Նոյան Տապանի նման հաղորդումների կարևորությունը, որ ժողովուրդը ճիշտ կողմնորոշվի։ Եվ այսպես պարոն Աշակյան, դուք բոլոր հայրենակիցները մեր պետք է իմանան, որ արդեն 3-4 տարի է Եվրոպան փրկում է Հայաստանը։ Ջերմուկի դեպքերից հետո անվտանգությունը եվրոդիտորդները ապահովում են Հայաստանի անվտանգությունը։ Բայց իմ հարցը մի բանի հետ է կապված, որ ես մի քանի անգամ նշել եմ Նոյան Տապանի եթերում։ Դուք համաձայն եք, որ Եվրոպան արդեն առաջարկել է այն պայմանագիրը, որ կոչվում է DCFTA, դա նույնն է ինչ ասոցացման, դա նույնն է ինչ մաքսային միություն, դեռևս 13 թվականին, որը Սերժ Սարգսյանը մերժեց, Հայաստանը դա հիմա կարող է ստորագրել, եթե դա անի, Հայաստանը արագացված տեմպերով կգնա դեպի պատրաստ լինելու Եվրոմիության անդամակցմանը։ Օրինակ, սնունդը, որ դուք ասում եք, արագացված ձևով կզարգանա սնունդի որակը, որտեղ Եվրոմիությունը կուղարկի մասնագետներ Հայաստանին օգնելու, որպեսզի դա կարողանա Հայաստանը որակը բարձրացնել ոչ միայն սնունդը, այլև բոլոր ոլորտները, էներգետիկա, ներքին կառավարում եւ այլն։ Եվ համաձայն եք, որ դա Հայաստանը կարող է անել, գնդակը Հայաստանի դաշտում է, եթե դա Հայաստանն անի, ապա ավելի արագացված ձևով Հայաստանը կդիվերսիֆիկացվի եւ պատրաստ կլինի միանալ Եվրոպային։ Համաձայն եք թե ոչ? Շնորհակալություն։ Համաձայն եմ։ Ես ձեզ հետ այո, Հայաստանը պետք է ավելի եռանդով պետք է գնա Եվրոպա, ընդամենը դա։ Ավելի մեծ ջանք պետք է թափի դրա համար։ Ես ձեզ հետ համաձայն եմ։ Ես իմիջիալուց ասեմ, որ պարտադիր չի, որ մենք փաստաթղթավորենք մեր հարաբերությունները Եվրոպայի հետ։ Միայն Եվրոպայի բարի կամքի դաշնակից լինելը արդեն մեզ կբավարարի։ Մենք կարող ենք հաշվի առնելով մեր տարածաշրջանի խնդիրները եւ այլն, շատ երկար է դա, ես չշարադրեմ, ժամանակը ափսոս է։ Ուրեմն շատ հնարավոր է, որ մենք լինենք հատուկ կարգավիճակով Եվրոմիության անդամ, այսինքն անդամություն տերմինը հանենք, ճիշտ այնպես ինչպես 2000 տարի Հայաստանը հայտարարվել է արևմուտքի Հռոմեական իմպերիայի, Գերմանական իմպերիայի, հիմա արդեն Եվրոմիության դաշնակիցը, հավատարիմ դաշնակիցը իդեպ Տիգրան Մեծի ստորագրած փաստաթղթին մնանք հավատարիմ դաշնակցի կարգավիճակը մեզ լրիվ բավարարում է, բայց մենք ապրենք եվրոպական ստանդարտներով, բարձր անվտանգության համակարգ, բարձր անվտանգ լինի մեր երկիրը, շատ բարձր որակի առողջապահություն ունենանք, կրթության համակարգը բավարար լինի։ Տեսեք, մենք որ ասում ենք Եվրոմիություն, Եվրոպա, խոսքը դրա մասին է, անվտանգություն եւ բարձր կենսամակարդակ, ապահով երկիր եւ երջանիկ կյանք։ Եվրոպացիները հիմա այդպիսի կյանքով ապրում են, այնտեղ նույնպես լինում է երկրաշարժ, ջրհեղեղ, պատերազմներ, ամեն ինչ լինում է, բայց այնտեղ ենք ուզում լինել մենք, ոչ թե մի այլ տեղ, ոչ եվրոպական որևէ համակարգում մենք չենք ուզում լինել, որովհետև դա մեր համար, դրա այդտեղը մեր համար խորթ է։ Ես համաձայն եմ ձեզ հետ։ Պարոն Աշակյան, այստեղ երկու անգամ հնչեց իրար ոչնչացնելու ձևակերպումը, ես ուզում եմ հատուկ հետ գալ եւ այդ ձևակերպմանը ասել, որ խոսքը գնում է գաղափարապես ոչնչացնելու մասին։ Ոչ, ինչի գաղափարապես, մեզ գնդակահարել են 1920 թվականից մեզ գնդակահարում են, տասնյակ հազարներով գնդակահարել են, այսինքն համաձայն ենք, որ նրանք շարունակեն իրենք հիմա մեզ, ես որտեղից եմ գալիս, իմ նախնինները, իմ հարազատ բոլշևիկների մասին եք խոսում ըստ երևույթին։ Չէ, նրանք բոլշևիկների դրածոներն են, բոլշևիզմը Հայաստանում, բոլշևիզմը չէ, օկուպացիան, օկուպանտը, թշնամին պետք է ոչնչացվի։ Թող հեռանան, մենք պետք է հաղթենք, հաղթելը ինչ է նախատեսում, գնդակահարվել, բանտերը լցնել, լքել Հայաստանը, գնացեք եռաբլուր, այդ մեզ կարելի է խփել, մենք խփելու իրավունք չունենք, բայց եռաբլուրում ինչ ենք անում մենք, մեզ գնդակահարում են, ինչ անենք, չպաշտպանվենք, ես կարծում եմ, որ եթե ոչնչացումը ֆիզիկական է, եթե մեր վրա կրակում ենք, հարկավոր է հակառակ կրակով ոչնչացնել նրան։
Եթե խոսքով է, ուրեմն հարկավոր է խոսքով հաղթել։ Չէ, այդպես չի, մեր վրա կրակում են։ Ուր է Նագորնի Ղարաբաղը, Նախիջևանը որտեղ է։ Ես ասում եմ, կրակելով են մեզ հանել այդտեղից։ Գնդակահարելով, սպանելով հանել են։ Հիմա մենք ինչ ասենք։ Պետք է կռվենք բոլոր հնարավոր միջոցներով, համաչափ եւ համազոր։ Եթե ոչնչացնելը պետք, հիմա մեզ բանտում էին պահում, մենք իրենց բանտում չպահենք, հիմա բանտերից ազատ արձակենք, Նայիրի Հունանյանին բաց թողնենք, եւ դա եմ ասում, բաց թողնենք, պոտենցիալ Հունանյաններ կան, չէ, սպառնում են, ֆիզիկապես սպառնում են մեզ, մենք ինչ անենք։ Ես կարծում եմ, որ պետք է համարժեք լինի մեր պատասխանը։ Եթե Նայիրի Հունանյանն է, ուրեմն բանտում։ Իսկ եթե Մարգարիտան է Սիմոնյան, ուրեմն չգաս Հայաստան։ Այսպիսի լարված ներքաղաքական իրավիճակում սովորաբար մեկ լուցկին բավարար է, մեկ կայծը, հիշում եք իսկրա, իսկրան։ Մենք կալակոլն ենք։ Մենք կայծը բավարար է, որպեսի մեզ հրդեհ բռնկվի։ Հայաստանը իրավունք չունի այդպիսի հրդեհի։ Իրավունք չունի, բայց հարկավոր է հիմա բարձրաստիճան հոգևորականը, կրոնական կազմակերպության բարձր պաշտոնյան արդեն հրավիրում է, ասում է, եկեք կրակեք, քաղաքացիական կռիվ սկսեք։ Հիմա դրա բերանը չփակենք, առնվազն։ Բայց չազատը զրկենք մարդը, բարձր, շատ, արքեպիսկոպոսը, քաղաքացիական կռիվ է հրահրում, ինչ անենք։ Կարծում եք, որ մինչև դեկտեմբեր այդ վերջնաժամկետը, դուք ասում եք հոկտեմբեր, բայց դե մեզ վերջնաժամկետը դրված դեկտեմբեր, որտեղ այնտեղ ինչ որ հավաք է հերթական լինելու, դրա այդ հավաքին է ժամանակը։ Թող վռնդեն մեզ այդ։ Դուք կարծում եք, թող վռնդեն էլ այլ մենք դրա մասին խոսեցինք շատ, եւ շատերը հիմա խոսում են, որ եթե այդ տեղերից վռնդեն Ադրբեջանը եւ Ադրբեջանը կշահի, այդ շուկաները կգրավի Ադրբեջան եւ այլն, այդ զբոսաշրջիկների տեղը Հայաստանի փոխարեն կգնան Ադրբեջան, բայց այդ հարցը չի հիմա ինձ մոտ, որովհետեւ րոպեները վերջանում են, այդ հետո կքննարկենք։ Գազը կթանկանա։ Այս 2-3 ամիս, ասենք հոկտեմբեր, 2 ամիս մնաց։ Դուք կարծում եք, որ իսկապես այդպիսի լարվածություն է արհեստականորեն ստեղծվում, որպեսզի լուցկի վարվի, կայծ լինի եւ բռնկվի եւ դուք կարծում եք, որ Հայաստանում հնարավոր են վատ Հոկտեմբերի 27 հնարավոր է։ Հոկտեմբերի 27-ի ձևաչափում եք տեսնում։ Դուք հոկտեմբերյան հեղափոխություն անդադ մի երկու անգամ հիշեցրեցիք, դա Ռուսաստանի հեղափոխությունն է հոկտեմբերյան։ Քաոս ստեղծի եւ օկուպացնի։ Հայաստանում հնարավոր է նման քաոս ստեղծել։ Պետք է թույլ չտանք, իհարկե հնարավոր է, 1920 թվականին եղավ, 1999 թվականի հոկտեմբերի 27-ը եղել է, դրա համար հարկավոր է պատրաստ լինել, ինչպես ասում են, վառոդը չոր պահել, բայց ինչ եմ ասում, պետք է մեր անվտանգության համակարգը շատ արդյունավետ աշխատի։ Հակառակորդը մեր լուրջ է, լուրջ հակառակորդ ունենք մենք, լուրջ հակառակորդ ունենք։ Այսինքն 99-ին ահաբեկչական հեղափոխություն տեղի ունեցավ։ Փաստորեն տեղի ունեցավ, մարտի 1 տեղի ունեցավ Հայաստանում, ուրեմն նրանք լուրջ են, ես ասում եմ բարձր։ Հոգևորականները այսօրվա հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականների զգալի մասը հիմա անցել է հակառակորդի կողմը, շարք են կանգնած, միասին նրանք հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի հեղինակների հետ նույն շարքում կանգնած են, տողան, ռազվոտ կանգնած են, ասում եք կկրակեն, բա ոնց չեն կրակի, չկրակեցին հոկտեմբերի 27-ին, մարտի 1-ին չէին կրակում, չգրանք, Սիբիրները նայենք, ես ասում եմ, որ պետք է պատրաստ լինենք և ես ասում եմ կոշտ պետք է լինի, հայկականությունը լավ պետք է պաշտպանված լինի, Հայաստանի դեմ հարձակումը պետք է ծանր պատիժ կրի։ Շնորհակալ եմ պարոն Արշակյան այսօրվա զրույցի համար։ Շնորհակալություն։ Ձեզ շատ զայրացրեցի աչքիս։ Ներողվեք։
Շնորհակալություն սիրելի բարեկամներ, Ազատ Արշակյանն էր մեր զրուցակիցը, հասարակական քաղաքական գործիչ, Գերագույն խորհրդի պատգամավոր, զրուցվարում էր Գայանե Առաքելյանը, բարին ձեզ։